Վարժական հավաքների մասին օրենքի փոփոխության քննարկման ժամանակ ազգային ժողովի լուսումներում պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն ասել է, թե եթե տեսնում են խնդիր, շտկում են։ Նա անդրադարձել է նաև հավաքների մասնակիցներից գումարների պահմանը, նշել, որ նրանց գույք է տրվում, օրինակ տափաշիշ, եթե կորցնում են, ապա այո, գումարը պետք է պահվի։ Իսկ գրանցված աշխատողների դեպքում պետությունն ու գործատուն համատեղ ուժերով վճարում են քաղաքացուն։ Այլ հարց է, որ նա գրանցված աշխատող չէ, ոչ գրանցված աշխատողը չի կարող բանակի մասին խոսել, որովհետև իր գրանցման արդյունքում ձևավորվելու է պետական բյուջե, որոնք ծախսվելու են նաև բանակի կարիքները հոգալու համար, ասել է պաշտպանության նախարարի տեղակալը։ Ցանկալի չի այս ամբիոնից հնչեցնել, որ զորքի թվաքանակը չի հերիքում, դրա համար վարժական հավաքներին ներկայացնում են մարդկանց նաև մարտական հերթապահության։ Այդ ամբողջը իրականացվում է մասնագիտական գիտելիքների, կարողությունների ամրապնդման և նաև մարտական հերթապահություն իրականացնելու միջոցով իրենց ծառայությունն իրականացնելու համար, որովհետև 24 օրից 10 օրը ըստ զինվորական հաշվառման մասնագիտության իրենք ենթարկվում են համապատասխան ուսումնասիրությունների, իրենց կարողությունները զարգացնում են և այդպես շարունակ։